cannot eat meat. English is not very hard. English is not very hard. Շատ լավ, իսկ հիմա մեր շարադրությունների ժամանակն է։ Ով կցանկանա։ Դուք ինչ կասեք, Ռաֆայել։ Լավ։ 1700 տարի առաջ հայ ազգը առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը։ Ես Ռաֆայել Սարգսյանս Հայաստանում չեմ ծնվել։ Ծնվել եմ հայ քրիստոնյա ընտանիքում Թեհրան քաղաքում։ Ամերիկայի պրեզիդենտը Հարի S. Տրումենն էր։ Harry S. Truman։ Ուշադիր եղիր հոդերի հետ A եւ B։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ խանգարեցիք դասատու։ Մեր թաղի են կոլոտ գիժ մուկոչին է հիշեցնում, շունշյան որդի։ Ուր էի հասել, Ես խոսում եմ պարսկերեն, հայերեն, այժմ նաև անգլերենն է։ Այժմ նաև անգլերեն, ոչ թե անգլերենը։ Հարգելի Գոնզալես, մեկ ուզում եք են ասեմ, մեկ էլ ասում եք մի ասա։ Շարունակեք։ Մորես անունը Նաբաթն է, հորես անունը Ասատուր, իմ հանգուցյալ հայրը truck driver, ոնց որ ես էի truck driver, հայրես ավտովթարի զոհ դարձավ։ Իսկ մայրս այդ դարդից էլ չխոսեց։ Դրանից հետո էր, որ երեխաներիս Ջիմի մոտ Ամերիկա ուղարկեցի, որ լավ կրթություն ստանա։ Տարիներ անց մորս եւ կնոջս հետ տեղափոխվեցի երեխաներիս մոտ Գլենդել, Կալիֆոռնիա։ Մայրս 30 տարի մի բան չասեց, մինչև այն օրը, որ մահացա։ Ինչ? Նախքան հոգին տալը վերջապես մի բան ասեց ինձ։ Եվ ինչ ասաց։ Ասեց, որ Ալո, դասարանում եմ, հիմա չեմ կարող խոսալ։ Լավ, ասեց անգլերեն սովորի, ինչ։ Ախ ինչ լավն ես իմ սիրուն, քո հմայքն է ինձ կերում, գերեցի քո շապիտով դու ինձ սերես նվիրում, ախ ինչ լավն ես իմ սիրուն, քո հմայքն է ինձ կերում, գերեցի քո շապիտով դու ինձ սերես նվիրում, չէ ես երբեք չեմ թողնի, որ ուրիշը քեզ սիրի, դու իմ սերն ես իմ ասի, չէ ես երբեք չեմ թողնի, որ ուրիշ Ու հիմա տղաս Համոն, Ռոբո, ուշանում ես։ որ իր մոր թաղմանը ներկա չեղավ։ Համոն ինքը Ռեժիսոր։ այսօր ռեժիսորը։ Մի օր կինո ռեժիսորը, հետո մեկ էլ տեսնում ես առանց իրավունք մեքենայի է ծախում։ Այս ցիտիկեն ստեղից տար, քանի վիգեն չի տեսել։ Թող Արմեն աշխատի, ես անգամ քյաշ չվճարի։ Իսկ միգուցե կենտրոնանաս։ Չեկը կվերցնես, դու երբեք չես վերցնում։ Ուզում ես փող աշխատես, ուրեմն ինձ լսի։ Չեկը կվերցնես։ Համոյի կինը Լինդան, իմանուշիկ հարսիկը։ Երջանկությունը ամենագեղեցիկ կնոջ ձեռքից խմել էսպրեսո։ Նա միակն է, ով Համոյի հախից գալիս է, ու շատ բարդ աշխատանք է։ Կյանքս գիտեի, որ կհասկանաս։ Բայց մեկ-մեկ հարցին տալիս է թեթև լուծում։ Կյանքս։ Հայր Ջիմ։ Համո։
Մի խնդրանք ունեմ, խիստ գաղտնի ու կարևոր։ Համո, անհոգ եղիր, ասելիքդ խոստովանության սուրբ երթումով է պաշտպանված։ Ռաֆայելին խոստացել էի լավ տղա լինեմ ու ասեմ իմանաս իմ խոսքի տերն եմ եղել, բայց պետք է շեղվեմ։ Եղած չեղածը երկոր։ Շերվես։ Քահանա ես, չէ՞։ Աստծո հետ Wi-Fi կապի մեջ ես, չէ՞։ Օ, ոչ։ Վերջերս կապն այնքան էլ լավ չի։ Մի րոպե բացատրեմ, 20,000 եվրոանոց բիզնես ունեմ։ Հայաստանի քարտեզը վաճառելու եմ գերմանական GPS կամփանին։ Սրանք կարծում են ես կառավարության համար եմ աշխատում։ Իսկ դու իրոք աշխատում ես։ Հայր ջիմ, այդ դրա համար պետք է շեղվեմ։ Հա, ես գիտեմ, որ հղի ա։ Սպասի, ես այարախոսս անջատում ա, 2 րոպեից կզանգեմ քեզ։ Okay։ Աղջիկս Հելենը 2 անգամ ամուսնացել է։ Էներգիա իզուր չի վատ, բայց որ մի բան սրտովը չի, ոգի բերանից Պապ, ծվածեղ կուտես։ Այո, նա ինձ շատ լավ է խնամում։ Գրողը տանի։ Sorry դեր հայր։ Էդ ինչ ես անում, էլի տանում ես։ Ինչ ես քեզ թույն բիզնեսմենի տեղ դրել։ Եթե AT&T-ն էլ քոնը լինի եղբայրս, միևնույն է, տանելու եմ։ Պապա, աղջիկդ էլի գողանում ա։ Ինչ կա։ Ուսանողություն։ Էս էլ ես մի քանի շաբաթից անգլերեն շարադրությունից եմ հանձնում, բարով խերով գերազանց կավարտեմ ու հոգից կազատեմ։ Հոպարա է։ Հակո, քանի անգամ եմ ասել, հոպար չեմ, քերի եմ, 4 հատ այդ մշտականից չէ, Լինդա, 4 հատ ֆրապուչինո, 2 հատ երկար բաժակներից, այդ իրա քաղցն էլ շատ արա սիրում է։ Hello, Wang Sheng Shang New Home։ Քերի Ռաֆայել, Այո։ երթինարերը գնալով լավանում է։ Ինչ, ու քանչի։ Պարոն Wang, ճիշտ է որ Չինաստանում մի երեխայից ավել չես կարող ունենալ։ Ցավոք այո, քերի Ռաֆայել։ Երանի չինացի լինեի։ Ողջույն Լինդա։ Buenos días, Paco։ Քերի։ Իմացար։ Ինքերույս հղիա։ Հիմա ինչ անում։ Դրա մասին նախքան մեքենատ ընկերոջ գարաժը մտցնելը պետք է մտածեիր։ Հիմա պետք է սաղ շենքը առնես ու ցմա աղբի վարձ տաս։ Այդ աղջկան սիրում ես։ Չգիտեմ, երևի։ Դե ամուսնացի, տղամարդ եղի, պատասխանատու էլի, օքեյ, բավական է ջահելների հետ մանգաս։ Ստենլի ինձ մի բան ասա, ինչու եմ ես վերանայելու չգնալ համարված հաղորդման հաշվետվությունները։ Մենք այդպես չենք պայմանավորվել, ես պրոդյուսեր եմ Ստենլի, պրոդյուսեր։ Կարծում ենք դու պատրաստ չես, բայց կլինես շատ շուտով։ Շատ շուտովիտ արդեն 2 տարի է սպասում եմ Ստենլի, իսկ այդ տիկնոջը զանգահարելը եւ պատահաբար խոսքի մեջ ասելը եւ պատմելը քո սիլիբիլիների մասին օգնականիդ հետ մի վարքյանվա գործ է։ Լեզվիս այդ հակում կյանքիդ վերջ։ Միստր Վոգո, ձեր կինը գծի վրա է։ Լավ, դու ունես 1 շանս ու վերջ։ Հասկացար։ Իրոք, իսկ ինչ ծրագիր է։ Մեր բանտարկված տաղանդները շոուն շերի գիրկն անցավ։ Հա, կարդացել եմ բանտարկյալները Մարիուխանա են իցրել Սան Քվենտին։ Դա դեռ վերջը չի, ցեմա բանտարկյալների մի խումբ Սպրինգերին պատանդ էին վերցրել։ Ինչ ես ասում է։ Գերի լավ է։ Այնքան էլ չէ, բայց նրան մի կերպ ազատեցին։ Հիմա 5 շաբթի օրերին 8-ից 9 մի բան պետք է մոգոնենք։ Հատուկ մի բան պետք չի, այնքան որ միջև աշնան վերջ եթերը լսնենք։ Ստենլի աշնան վերջին 2 ամիս է մնացել։ Հատուկ ես անում, որ ձախողեմ։ Հեյ, ինա դու ես անում, չէ։ Midona mia, state zitte, adone al capone։ Համո, ոշիկները վերցրու, բայց թող մեզ iPad-ներն էլ տան։ Սրանից ավելի ապուշ առաջարկ դեռ չէի լսել։ Լսի աղբերս կոշիկները կվերցնեմ, բայց ինձ iPad-ներն էլ պիտի տաս։ Hello։ Համեցեք խնդրեմ։ Ձելատեն։ Okay։ Շնորհակալ եմ։ Հայր ջիմ, Կիրակի օրվա պատարագին ես պատրաստվում, հա։ Այո, պատրաստվում եմ։
Կարող եմ իմանալ ինչի մասին է։ Դե եթե չխանգարեն վերջացնել, դրախտի արխայության մասին կլինի, կամ դա, կամ հարկերից խուսափելը։ Շատ նման թեմաներ են։ Համոս այդ հարգերի պահը աչքերը փակ կգրի։ Այո։ Ինքը թիվ թվաբանությունից շատ լավ է։ Դե դու գիտես, որ Աստված բոլորիս համար էլ ծրագիր ունի։ Համոյս համար է։ Այո, իհարկե, անգամ Համոյին։ Շատ բարի։ Պարզապես Համոյին ավելի աշխատատար եմ։ Երանի միջև այդ օր ապրի։ Դժվար։ Հուսով եմ, ավելի ճիշտ համոզված եմ։ Շնորհակալ եմ Տեր հայր։ Սեմ, բարեկամ, ինչպես է գովազդային բիզնեսը։ Դե ժամանակին հայտնի բրենդերի համար գովազդ էի գրում։ Իսկ հիմա հավիդեր եմ տանում։ Ոնց պիտի լինեմ ըստ քեզ։ Մարդիկ ծիծաղում են վրաս։ Գալատ են արի։ Դու լավ գործ ունեի։ Հիմա չես հուսահատվել ու դիվան չես մաշում։ Ընտանիք ես պահում։ Դու իսկական տղամարդ ես։ Ռիսկով առաջ գնա, մենակ թե ակլորներից ու աղվեսներից եռում նա։ Աստված ջան, օգնիր մեր Սամը լավ աշխատանք ունենա առանց ես տեսակ հագուստի։ Բայց եթե համազգես տես սիրում, թող գոնե Սուպերման կամ Սպայդերման լինի։ Սեմ, այսօր անվճար սուրճ ու անվճար թխված քեզ համար։ Համեցեք նստեք։ Շնորհակալ եմ քեզ Ռաֆայել։ Բարև ես եկի։ Այս նկարը շատ է դուրս գալիս։ Մերսի։ Շերի կողքով է։ Օ, Շերի ու Էլվիսի մեջտեղում մեր քրկ Քրքորյանն է։ Բոլորը նկարում, բացի Էլվիսից, հայեր են։ Մի անձնական հարց տամ։ Իհարկե, Միշել ջան։ Ինչու են բոլորը քեզ ասում քերի։ Օ, Միշել, այս մեր դարում բոլորին էլ քերի ապել։ Ինչու։ Միշել, պատկերացրու երանգյունին, հա, երանգյունին։ Երանգյունում մի կողմը մեր ծնողներն են, իհարկե։ Մյուս կողմը հոգեբան, պրոֆեսոր, բժիշկ։ Երրորդ կողմը քահանան, ռաբինը, դալայը, օբանը, ում որ կուզես։ Իսկ քերին այդ Բերմուդյան երանգյունու կենտրոնում է։ Այո, պարկով փողը պետք քերին ավելի շուտ կտա, քան քո հարազատ հայրդ։ Հա, շատ ճիշտ է։ Այո։ Ռաֆայել քերի, իսկ ինչ կասեք, եթե ես ձեզ առաջարկեմ դառնալ մի մեծ ամերիկյան ընտանիքի քերի։ Նրանք քերի ազուրկ են։ Լավ չես Միշել, ես ինչ ես ասում։ Չէ, հաղորդման համար։ Դուք անգամ կվճարվեք, սկզբում գուցե քիչ, բայց հետո ով գիտի։ Միշել, եթե նկատել ես, ես գործ ունեմ։ Չէ, պիլոտն է, ընդամենը 1 շաբաթ կտևի։ Պիլոտ, ես օթաչու չեմ։ Ռաֆայել քերի, սա ընդամենը 1 էպիզոդ է։ Հաղորդման առաջին էպիզոդն է։ Իմ կապուտաչիա Միշել։ Համոն իմ կարիքն ունի։ Համոն առանց ձեզ մի շաբաթ կդիմանա։ Հիշեցնեմ, որ այդ ընտանիքը հերիք չի քերի չունի, դեռ մի բան էլ։ B-A-J-A-N-V-M N Բաժակ չունեն։ B-A-J-A-N-V-M Հասկացաք։ Բաժանվում են։ Բլերին զանգել պայմանավորվել ես։ Ժամանակին ենք եկել, երեխաները երկուսն էլ դպրոցից եկել։ Պարզապես չեմ ուզում իրավիճակը ավելի բարդացնել։ Երեխաները իմ զարմիկներն են։ Մեքենասով ժամանակ գտա փչանալու։ Լավ կլիներ ավտոբուսով գայի։ Քո դեպքում նորմալ է։ Լսի, հիշում ես, չէ՞ որ քո տակդիրներն են փոխել։ Այ հիմա չափն անցար։ Ինչ։ Ջեք, հիմա հարմար։ Քեզ չխոսեցրին Դեյմոն։ Շնորհակալ եմ։ Բլեր։ Անուշիկս, ես պետք է գնամ։ Օ, արդեն։ Այո, Ես ես ավելի շատ։ Ամեն օր։ Կարոտեմ, չէ։ Ամեն օր ոնց որ տանջանք է քեզ։ Ինչ ամեն։ Սիրում եմ քեզ։ Երեխաներ գնացին։ Կներեշեք, բայց երեխաները չեն ուզում վիկենդը քեզ հետ անցկացնեն, հրաժարվում են։ Բարև աղջիկս։ Քո տնից բաների հոտ է գալիս։ Չէ։ Այո, եւ դուք կարող եք դադարեցնել դա, այո։ Ախր հեչ լավ բաներ չես ասում։ Գիտեմ։ Հավատա, ես չեմ հասկանում, ինչու են մարդիկ այս երկրում բաժանվում։ Որովհետև քերի չունեն։ Okay, այ հիմա քերուն հասկացար։ Ձեր օգնության կարիքն ունեն, քերը Ռաֆայել։ Այ ես ընտանիքը անգլերեն խոսում է։ Այո, բայց ձեր անգլերենը շատ լավն է, շատ համով հոտով անգլերեն ունեք։
Չէ։ Պապա։ Հա։ Պապա ո՞րն է Հյուսիսային Դակոտայի մայրաքաղաքը։ Օ, Բիսմարկ։ Տեսակ։ Դուք Ամերիկայի մասին ավելի շատ բան գիտեք, քան ես։ Չնայած ես այստեղ եմ ծնվել։ Չէ։ Այո, դուք անգամ կարող եք դառնալ ողջ Ամերիկայի քերին, այո։ No։ Սամոջան ապեր 40,000 ապեր, օքեյ։ Այդյան շատ լավ ամերիկացի կսիրեն։ Փոքրիկ քյաբաբներ հայկական փակեջի մեջ շուների համար։ Սամոջան, ուր են խեղդվել։ Շուներ լավ էլ հասկացող են, կիմանան ինչպես ուտը։ Դու մի մտածի ամերիկացիք շատ են սիրում։ Կզանգես։ Կներես համո։ Դու Ռաֆայելի որդին ես։ Միշել Ռեյնհարդ։ Շնորհակալ եմ։ TV պրոդյուսեր եմ։ Համո Սարգսյան, կինոռեժիսոր։ Իմեջայլոց, ավարտում եմ հորս մասին ֆիլմը, թե ոնց ենք անգլերեն խոսել սովորում։ Չեմ էլ կասկածում, հայրդ իրականաստղ դառնալու բոլոր նախադրյալներն ունի։ Նաև իր մենեջերն է։ Իսկապես։ Գիտես, ալիքներից մեկն ուզում է իրենց համար ռեալիթի շոու անեմ։ Ծամես։ Ծամեմ։ Պայմանագիրն ունես։ Կարելի ասել ունեմ համո։ Երկի լսեմ։ Կարծում եմ հետաքրքիր կլիներ, եթե Ռաֆայելը մի տարօրինակ ամերիկյան ընտանիքի քերի լիներ, հա։ Funny, նույն բանը ես էի մտածում։ Իսկապես։ No problem։ Միայն մի քանի պայմանների դեպքում ես կհամագործակցեմ։ Առաջինը, Շոն պետք է լինի Ռաֆայելի անունով, մի քանի զրոներով աշխատավարձ, նաև անձնական թրեյլեր։ Համո։ Մտածում էի շոուն անվանել Իմ Ռաֆայել քերին։ Ես եմ։ Մտքերս ես կարծում։ Ուրեմն համաձայնվեցինք։ Գիտես, մենք ունենք փոքրիկ խնդիր։ Մնում է Ռաֆայելը համաձայնվի, իսկ շոուի սկզբին մնացել է 2 շաբաթ։ Իսկ ես մենակ չեմ կարողանա նրան համոզել։ Գործը եղած ամարի։ Դրական պատասխանով զանգիտ եմ սպասում։ Պապա, բայց վատ առաջարկ չի։ Ոչ։ Այս մարդը գիժա, սևակ չպատասխանես, հա։ Լավ կլինի մտածես պատվիրատը տուտելիքի մասին, քանի դեռ ընկերուհիդ չի հասել։ Ինքը իմ ընկերուհին չի, իմ գոլեգան է։ Իսկ այ եթե դու Լինդան կարող ես ճաշել։ Նորմալ է քաղցրիկս։ Սուս հա Սևակ, դու էլ համո, օքեյ։ Ես ժամանակակից կին եմ։ Ես մարդկանց եմ իրար խառնում, ոչ թե բրինձն ու միսը։ Պապա, ամեն ինչ լավ կլինի։ Ոչ։ Կասեմ աշխատավարձը բարձրացնել էլ մի թանկացրու քեզ։ Քերուն փողով չես առնի, օքեյ։ Պապա, եթե սրտովը չի, ոչ մի բան մի արա։ Ես էլ անհանգիստ կլինեի։ Սիրտս ես ուզում գրավես, հա։ Հո, ես Համոն է։ Հալո, հայրջի։ Համոն է։ Մի մեծ նվիրատվություն ունեմ եկեղեցուն, բայց ձեր օգնության կարիքն ունեմ։ Հայրջի։ Շնորհակալություն խոհարարին։ Շնորհակալ եմ։ Ապրես սիրելիս։ Հայկական սուրճը շատ թունդ է, երբևէ չէի խմել։ Դա հասկանալով խմի։ Լավ։ Կուզես բաժակդ նայեմ։ Յա, կիմանանք այսօր Ռաֆայելը ցած կիշնի թե ոչ։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, դարձրու Ռաֆայելին քո երկնային խաղաղության դեսպանը եւ թող անհամաձայնությունը խաղաղության փոխարինինա։ Հուսալքվածներին սփոփի, իսկ խավարում խարխափողներին դեպի լույսը տանինա։ Հայրջի, լույս ասեցիր հիշեցի, ոտի տարանքի լույսը կտաս։ Հեսա։ Լավ էլ դրած էր։ Մարդիկ քեզ վստահում եւ կիսվում են քեզ հետ, Ռաֆայել։ Համոզված եմ լավ քահանա կլինեիր։ Հայրջի, ավելի լավը անծանոթ ընտանիքի քերի դառնամ, քան քահանա լինեմ։ Չեմ սիրում ամեն օր սև հագնեմ։ Ախր էլեյում շատ շոկ է, գիտես։ Հետո ինչու ես եկել թռիք գիրկես։ Ուզում ես քթիս չափը վերցնես թե ինչ։ Ֆադերջի, շագանակագեղձից ես հեռու մնա։ Վախենալու եմ, չէ։ Սևուկսուն է դուրս եկել։ Սևուկսունը նշանակում է, որ 7 օրից լավ լուր է ստանալու։ Հելո, ես Ռաֆայելն եմ խոսում։ Պապ, լսի,
Ռաֆայելը զբաղված է, չի կարող պատասխանել։ Այս Շոն իսկապես ինձ կդարձնի իրական պրոդյուսեր։ Երկրորդ պրոդյուսեր։ Երկրորդ։ Ներեցեք, երկրորդ պրոդյուսեր։ Թունելի վերջում լույս, դու ճանապարհ կգնաս։ Ռաֆայել Քերին էլ է կարողանում բաժակնել, որովհետև սա աննախադեպ բան կլիներ։ Լսի բա։ Մամայի մասին էի մտածում։ Մաման կուզեր, որ համաձայնվեիր։ Նաբատնել։ Դու ինձ մի ասա մայրդ ինչ կուզեր։ Դու ինչ ես իմանում, որ իմանայիր այն օր կգայիր։ Հայր ջիմ։ Համոն ասում է կարող է սանդուղն ուզում է, որ համաձայնվեմ։ Նաբատնել։ Աստված իմ, գուցե մայրդ հենց սա նկատի ուներ, երբ ասում էր, որ անգլերեն սովորեք։ Աստծո գծած ուղին է քեզ համար, Ռաֆայել։ Քերը Ռաֆայել, գիտեք, հանգիստ եղեք, մենք ուրիշին կգտնենք։ Կարծում եմ համու Քերին էլ վատ չի հնչում։ Ինչ։ Վայ անտերմինս։ Համաձայնվեց։ Okay, Միշել, համաձայն եմ, բայց մենակ սանդուղտիս ու նաբաթիս խաթեր, էդ մեկ, երկրորդ, ոնց կամ ենենց էլ կմնամ, okay, ու երրորդ, մենակ ենքան ժամանակ ինչքան իմ կարիքն ունեն, մի րոպե լավել չէ, կամ իմ ասածնը, կամ գնացեք քնեք, Իհարկե։ Okay, Իհարկե։ լավ, դոլմա ունենք, մնա ճաշեք։ Շումահերները արդեն մի տարի կլինի, ինչ բաժանվել։ Բլերը կինը, 40-ամյա շքեղ կինը, 1990-ին Սանտա Ռոզայում մի սարքի շոկ ստացավ։ Լավիկն է, չէ։ Արտիչոկից թթվում է վրես։ Բլերը երեխաների և իր նոր բոյֆրենդի հետ է ապրում, նա նաև նրա իրավաբանն է։ Բայց հարց տամ, ես ընտանիքին որտեղից ես ճարել։ Շատ ենք բան եկել, շատ։ Ինչ լավ, բայց ինչու Բլերն ու նշանածը համաձայնվեցին շոյին մասնակցել։ Դե նրանց պետք էր, որ Ջեկը ամուսնալուծության թղթերը ստորագրեր, համոզեցի, որ համբերեն, նաև ալիքը կվճարի Մեհրամսի ծախսերը։ Ուր է համոն, խոստացել էր զանգի հենց վերջացնի։ Համո տեսա բարևի։ Ոնց որ մի աչքանի ճապոնացի պարուրի լինի։ Չէ, հաստատ երկու աչք ունի։ Ջայն ովա։ Քոդի Բեք, ֆուտբոլիստ։ Ասում ես կինը սրան է հավանում։ Տենց մի բան, նենց չի, որ ուզում է հետ ամուսնանա։ Ուզում եմ ասեմ, հաստատ դուխը չի երիքել հետը խոսա, եթե դա ես ուզում տանա։ Դե չնեղացնես։ Մարդկանց էլ չենք տանջում, ափսոս, նոր օրենք է։ Ասել է իր 100, սրա համար են դասից փախել։ Համոյի սրճարանի քարտ? $25 քարտ։ Ուղոր գազ, քեզ մշտական հաճախորդի քարտել պրասից։ Համով կամերայի մեջ մի նայի։ Միշել, այս տղեն ալկոհոլիկ է։ Չէ։ Նարքոման է։ Չէ, ինչից վերցրեցիք։ Ճոխ սենյակը։ Կամերա, action։ Չէ, Ռաֆայել Քերի, դուք ռեժիսորը չեք։ Okay։ Պարզապես պատկերացրեք, որ խցիկը չկա, լավ։ Հասկացա, հարց չկա։ Գործի տեղը շատ ժամանակ ես անցկացրել։ Դրա համար ես մրցանակը ստացել։ Այդպես չի, Ջեք։ Հոյ,
Քո նախկին կինը ինչքան գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է։ Չեմ հասկանում դու ինչու ես նկարների մեջ չկաս։ Բացադրի։ Անկեղծ պատմի։ Դե ինչ ասեմ, այդ ժամանակ ես հետները չէի։ Ինքներդ ասացիք, ես շատ էի աշխատում։ Հետո աշխատանքս կորցրի, հետո այդ ֆինանսական ճգնաժամը։ Բլերն էլ իր ճղճիմ ստոր, ես այկենտրոն իրավաբան բոյֆրենդի հետ։ Ապրում եմ մեր տանը, իմ երեխաների հետ։ Չէ, բայց պատկերացնում եք, ամբողջ ամառվա ընթացքում 5-6 օր եմ կարողացել տեսնել երեխաներիս։ Ինձ թվում է իմ երեխաներն ատում են ինձ։ Բա… Ինչ ես լացում, հա? Ինչ ես տզտզում։ Տղամարդը չի լացի, հավաքի քեզ։ Լաց լինելով ընտանիքդ հետ չես բերի։ Շուրջս եմ նայում ու այնքան բան եմ տեսնում, բայց ուր էր դու, երբ այդ ամենը կատարվում էր։ Հա? Կարծում ես սրանք արժեքավոր են։ Կոլեկցիոներ ես, ինչ ես։ Նայր։ Բեյսբալ, $10։ Երեխայի կոշիկ, մաքսիմում 8.99։ Քո հարազատ երեխաների հետ նույն տանը չապրելը զերո արժեք։ Անարժեք։ Անարժեք։ Ձեր ասածն ավելի ազդեցիկ էր։ Ինչ որ է։ Ջեք, դու են հայրերից ես, որ ուշ ես տուն գալիս ու քո երեխեքի ճակատը քնած ժամանակ ես համբուրում։ Ջեք, ինձ լսի։ Իրանց պետք է համբյուրել, երբ որ իրանց աչքերը բաց են, որ տեսնեն ինչքան շատ ես դու իրանց սիրում։ Ջեք, հոյ հոյ։ Միշել, չեմ իմանում, սրա վրա լիքը գործ կանելու։ Նախքան Շումախերի տուն գնալը միտեղ պետք է մտնել։ Ծննդյան փարթի են գնում։ Լինդա, իմանում ես ով է սպիտակ ծաղիկներ թողնում սանդուղքիս համար։ Դու չես։ Չէ։ Հայ, ես Լինդան եմ։ Նորեկ, Ջեք։ Բարև, ես Հելենն եմ։ Խնդրեմ գաթա, սոշնել հիմա կլինի։ Այո, շնորհակալ եմ։ Օ, հələ տեսնեմ, թողեք նայեմ։ Պապա, նայի։ Իսկ հիմա խմենք։ Ասեմ, կենաց։ Կենաց։ Ողջույն։ Սևակ։ Էս իմ կինն է, սանդուղտը։ Այսօր 70 տարեկան կդառնար, եթե կենթանի լիներ։ Ու ես էլ մայրս Նաբաթը։ Հիմա 102 տարեկանից ավել կլիներ։ Ցավում եմ ձեր կորստի համար։ Մերսի։ Իսկ երկուսի մեջտեղի ազատ տեղը կարամ լավ գնով քեզ տամ։ Գոհ եմ, ձեր կնոջ կողքը դուք եղեք։ Ես այնքան եմ սիրում սանդուղտիս, որ միայն վրան կուզեի թաղվել, ոչ թե կողքը։ Դու ինչ կասես։ Ես այդքան էլ հեռուն դեռ չէի մտածել։ Բայց կարծում եմ ես էլ կուզեի կնոջս կողքին թաղվել։ Շատ լավ է։ Ճիշտ ուղու վրա ես տղաս, սկզբից վատ չէր լինի կնոջդ հետ ապրեի։ Գնաց։ Դուր տեկա, մի բաժակել, Լինդա, մի բաժակել ուղի։ Ախր ոնց է փախել, Բռնեցի։ Ահա։ Բաժակի մեջ անցարայ ապուշ մորեխիկ։ Թե չեք ասեմ կոտիկ ես Քինգ Դենիելը։ Քինգ Դենիելն ով է։ Իմ թրթուրիկն է։
Կայսր Դանիոս Պլեքսիպոս։ Լավ է։ Այո, չէի ուզում ասել, բայց թրթուրիկները մորեխներ չեն ուտում թյուրիմացություն։ Մամ, Դեյմոնն ինձ թյուրիմացություն է Չկա ասում։ տենց բան, ասում էի, թրթուրիկները բնության թյուրիմացություն են։ Մի թրթուրիկ էլ լիներ, դեռ բոժոժ եմ։ Ու խնդրում եմ, կլինի չկռվեք։ Դեյմոն, զանգեցի քիմի դպրոց, ասացին դուրս է եկել։ Հա, ոչինչ, մեկա քո նախկինն ու իրանորաթող քեռին ուշանում են։ Բայց դու պետք է բերեիր, չէ՞։ Կներես անուշիկս գործեր ունեի։ Բայց ինքը քո անուշիկը չի, արա։ Հեյ, հորդ հետ այդպես չխոսես։ Ինքը իմ հայրը չի։ Կդառնա։ Իսկ եթե քո կեղտոտ մժեղները շարունակեն վազվզել տնով մեկ, կարգել են պահել։ Արագ տար սենյակդ։ Խզիկ բաներ են։ Ինչ ասեցիր։ Ես քո բերանն օճառով կլվամ, եթե շարունակես քեզ այդպես պահել, Բայց պարոն։ մամ, միջատները մարդկանցից մաքուր են։ Սենյակը տանցի, շուտ արա։ Դեյմոն, խնդրում եմ։ Կներես։ Դե իհարկե։ Քիմ, աղջիկը սուր էիր, վախից մեռանք։ Ուզում էի զարգացած անչափահաս դառնալ։ Այլ չլսեմ։ Իրավաբանական հարցերը կկարգավորեմ։ Դեյմոն, խնդրում եմ։ Այս ինչի են papan ու իր սուտի քերին մի շաբաթով մեր տանը։ Բայց հա իրոք որ։ Բայց ինչի հենց հայ։ Շատ լավ հարց տվիր ջակ։ Այո։ Այս հասարակության մեջ, որտեղ չինական ուտելիքը մեքսիկացի խոհարարն է պատրաստում, ամերիկյան կոմպյուտերների խնդիրները օվկիանոսից այն կողմ հնդիկներն են շտկում, կնոջդ ֆրանսիական մանիկյուրը վիետնամցին է անում, այս հոյակապ երկրում քերին ինչու չի կարող հայ լինի։ Գնաց։ Դուք երկուսը հրաժարվեցիք հանգստյան օրերը հետն անցկացնել, հիշում եք։ Աղջիկս այդ զուգագուլպաները։ Ինչ ես վերջերս այդպես պչնվում, ինչ է կատարվում։ Ոնց որ շան տղա լինի, չէ։ Բո, քո գործը չի, Դեյմոն, խնդրում եմ ոտքերդ իջեցրու։ Լավ։ Ներող կլիներ շուշացը, Ռաֆայել քերեսը։ Քիմ, բո, բարևեք պապային։ Ռաֆայել քերի ծանոթացի իր ընտանիքն է։ Իսկ Դեյմոնը էշի մեկն է։ Խմած ես։ Բռնվեց։ Ինչի ես ինձ սենց խայտարակում, հա։ Հա, մի երկու բաժակ խմել եմ, էլի։ Կարող ես ինձ դատի տալ, մեղավորը ինքն է։ Իր մեռած կնոջ ծնունդին է հրավիրված։ Ուի։ Օ, ծիպիկը։ Աչքի սիրված։ Օ, իմար քերդուստր։ Ես ինչ են արել քեզ։ Ջեք։ Գրազա եկե մեռնին Մենսոնի հետ։ Բոբո, քրոջ մասին այդպես չեն խոսալ, հա։ Էդու մեզ բոբո ասում, այ բիձուկ։ Բո։ Բայց ծաղրացոյի անունն էր տեց։ Վիճակդ ինչ է։ Քիվ, այն ինչ ունուքներ են։ Օ, այս իմ թզբեխս է։ Ինձ օգնում է հանգիստ մնալ, որ փոքրիկ տղաներին չխիղտեմ։ Օֆ։ Այ պորտը տեղը դրեց, դե։ Դե հա, դեռ կտեսնվենք, բո։ Իրավաբան, հեշտ չեմ սիրում, յուրահատուկ տեսակ եմ գիտես, կարող ես սիրտը կտրես, հանես, մեկը տուն կհասնի ու քեզ տատի կտա։ Նմանապես հաճելի է։ Իսկականից զզվում եմ ձեզանից։ Լուրջ եմ ասում, հրաժարվելու եմ բոլորիցդ գնամ փողոցում բոմժի պես ապրել։ Ադամները չմոռանաս լվանալ, աղջիկս։ Դեյմոն, մի բան արա։ Ինչ ես ուզում որ անեմ։ Ջեք, Ատում եք ինձ հասկացա։ նո, ես քեզ չեմ ատում, սիրում եմ, ինքն է ատում։ Դստրիկս բարի գիշեր։ Տեր Աստված։ Դե կտեսնվենք։ Շատ հոգնած է։ Լսի, Դեվ, դու հաստատ ուզում ես Ջակի կնոջ հետ ամուսնանալ։ Անունս Դեյմոն է։ Նրանք ամուսնալուծված են ու եթե կարելի է դրան ձեռք միտվեք $1500 արժի։ Օ, իրավ։ Այո։ Սրա մասին ինչ կասես։ Խնդրում եմ դա էլ անվնաս տեղը դրեք։ Ինչ արժի։
Դե դա $2000 արժի։ Բլերի ընտանիքի մառանից է։ Ոչ։ Վաու։ Ուրեմն նա հարուստ տնողներ ունի։ Հարուստը քիչ ասած։ Money։ Սկացել ես։ Փողը կյանքը հեշտացնում է, իսկ ընտանիքը կյանքը պարգևում։ Այո, ոնց կասես բիձա։ Ասում ես, բլերի երեխաներին սիրում ես Դեվ։ Անունս Դեյմոն է, բայց մենք իրար ոնց որ չենք հասկանում, հա։ Կտամ քեզ շանս։ Տան դրվածքը կփոխվի, քանի ես ստեղ եմ։ Տան դրվածքը։ Այո, էլ նույն սենյակում չեք քնելու։ Ինչ։ Երեխաներին վատ օրինակ եք ծառայում, այդ մեկ։ Ոնց որ երեխայից իր կոնֆետը խլես, մենք գրեթե նշանված ենք։ Այո, ամուսնացած կնոջ հետ։ Լսի, ընդամենը մի շաբաթ լավ, մի շաբաթ հետո, եթե իրոք իրար համար եք ստեղծված, կարող եք սենյակից դուրս չգաք ու առաստաղը փուլ տակ մեր գլխին։ Օ, շախմատ, քոննա։ Շախմատ խաղում եք։ Ես խաղում եմ, բայց գզարմանամ, եթե դու խաղում ես։ Այո, ես խաղում եմ։ Իսկապես։ Այո, խաղում եմ։ Ուրեմն քեզ մի գաղտնիք ասեմ։ Ոչ ոք հայց լավ շախմատ չի խաղում։ Չէ, հա։ Հա, ինչ։ La parare, ino prego, come chiano sono dice։ Բաներ չի ասում, անկապ բրբռում է։ Ջղայնացած ժամանակ միշտ այդպես է անում։ Ուրեմն Ջակի եղբայրն է։ Միշել, ես ամեն ինչ գիտեմ։ Բաժանվելու մասին ինֆորմեյշն ամենտեղ կա։ Okay։ Ջակը գործով գնում է Սան Ֆրանցիսկո ու իր կոլեգայի հետ լավ գիշեր անցկացնում։ Հենց այդ լինում է իրենց բաժանվելու պատճառը, հա։ Ես պատրաստվում էի պատմել դա քեզ։ Իրոք, էլ ուրիշ ինչ է իր ուզում ինձ պատմել։ Որ նրա անունն է Ֆրենսիս Լեմփ։ Ջեքը երդվում է, որ ոչինչ չի եղել, բայց դե Ջեքը մնում է Ջեք։ Այդ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ Ջեքը ձախողակ է։ Ինձ ինչ հիշում եմ, Ջեքը սխալ որոշումներ է կայացնում Բլերի հետ ամուսնանալը այդ շարքում։ Համո, լսիր, ներիր, որ քեզ հետ անկեղծ չէի, լավ համո։ Դու գործ դեր առաջ տանում։ Ես ու դու իրար նման ենք։ Դա կոմպլիմենտ էր։ Լսիր, Ալիկը պարզապես 2 շաբաթվա մի բանի կարիք ուներ, շամերը լրացնելու համար, բայց այդ Սթենլի Վոգելը սրիկայի մեկն է, ու ես այս ամենը անում եմ նրան տեղը դնելու համար։ Պապայից տենց ես ասելու, հա։ Ես փորձում եմ առաջ գնալ, գոնե պատկերացնում ես, թե դա ինչքան բարդ է հեռուստաասպարեզում։ Գործդ առաջ տար, տղամարդկանց էլ մի լսիր։ Կփորձեմ։ Բվոնց, մայր իշխանություն։ Լավ, լսեք։ Ջակը չի պարտվել։ Նրան օգնություն է պետք, ոնց որ բոլորիս։ Բացի իմ շոու բիզնես մտնելուց, ուզում էի, այսինքն հույս ունեի հորս համար էլ մի լավ բան արած լինեի։ Մամայից հետո մեկ քիչ կյանք տեսնի։ Կյանք տեսնի, որ քեզ քիչ հսկի։ Էդ էլ։ Տեսար, մեր գաղտնիքը հարգել է պատճառ ունի։ Բլերը բարի աջող, շարունակում է կյանքը, և գուցե երբ Քեյթը այդ ամենը տեսնի, հավաքի իրեն ու նոր այդ սկսի, դե լավ պետք է գնամ։ Չմոռանաս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Հոյակապ էր։ Բայ։ Բայց շատ լավ թիմ եք։ Հա, մենակ եթե չխանգարի։ Համո։ Hello, ես եմ, քո գիտակցությունը, աչքերդ բաց։ Պապա, արթնացիր։ Կեցու սոուս ունես։ Քեչապ։ Բաբա, բարիլույս բաբա։ Բարիլույս քի։ Կներես աղջիկս։ Նախաճաշ բոլորի համար։ Քերի Ռաֆայելը եւ ես ձեզ կտանենք դպոց։ Պատրաստվեք։ Միշտ տարօրինակ ես։ Քիմ։ Նայիր, 2 անվճար կուպոն համոյի քաֆեշապում, ասենք վաղը ժամը 4-ի, չուշանար, ու անպայման Twitter-ում դեր գրի։ Ինչի։ Որովհետև այսօր բարի է։ Մեկ էլ տեսար քոդին ընկերդ ընդեղ լինի։ Նախ ինքը իմ ընկերը չի եւ իմ կյանքի մեջ մի մտի։ Քոդին ով է։ Կատակ եմ անում։ Ոտքով կգնամ, մերսի։ Okay, լավ օր եմ ցանկանում։
Բայանուշս, կտեսնվենք։ Բոբո, քեզ վա դբրոցի չասնենք, ինձ ու հորդ շատ չգրկես ու պաչես, մեզ խայտարակ չանես ընկերներիդ մոտ, օքեյ? Ավելի ուշ կխոսենք, ես պետք է գնամ։ Ու ինչ կար այդպես շտապ ստիպեցիր այստեղ հասնեմ։ Սա միակ տեղն է, որ կարող եմ հետդ հանգիստ խոսել առանց այդ պապարացիների ու մասնավորապես այդ բարբարոս ծերուկի, ով իմիջիալոց սպառնում էր ինձ։ Այդ սարսափը 71 տարեկան է։ Այդ 71 տարեկանը քո նախկինին այնպես է ապտակում, իսկ դա ասեմ իմանաս հոտված է։ Մեզ պետք է որ ջեքը ստորագրի այդ թղթերը ինչ գնով էր լինի, դա իմ որոշումն է։ Չմոռանաս, որ ես այդ նախկինից 2 երեխա ունեմ։ Գիտեմ, սիրելիս։ Կներես։ Պարզապես քեզ ու երեխաներին այնքան եմ սիրում։ Գիտեմ, պետք է գնամ սալոն կուշանամ։ Արդեն պետք է գնամ։ Լավ։ Կտեսնվենք, օքեյ։ Ինչ որ մեկի համար ես գեղեցկանում։ Գուցե մեկի, ով կապույտ վերնաշապիկով ու փողկապով է։ Ինձ զուգադիպություն, ես էլ եմ կապույտ հագել այսօր։ Իսկապես։ Քեզ մի բան ունեմ ցույց տալու։ Ես պետք է գնամ։ Ոչ։ Ինչ է սա։ Իմ թագու համար է։ Ինձ համար կարիք չկար, բայց տեսնեմ։ Վրասլավ էլ թանկ նստեց։ Էլմի։ Աստված իմ։ Ինչ սիրուն է։ Ամանդա, քո ճաշի ժամը չի։ Ոչ։ Դու էլի դիետա ես պահում։ Դե լավ, մեզ էլ սովորեցրու։ Նորեն եկավ անցա։ Ցավում եմ։ Մի որոշ ժամանակով դուրս եկավ։ Ոնց։ Պատկերացնում եմ։ Շատ լավ կնայվես կամերայի առաջ։ Շատ ֆոտոգենիկ ես։ Այ։ Իսկ քեզ ասել են, որ դու կոպի Անջելինա Ջոլին ես։ Դե լավ, գնամ սպասեմ։ Ներեցեք, իսկ դուք։ Կներես, ես Համոն եմ, Բլերիո Դեմոնի TV շոուի պրոդյուսերն եմ։ Լսել եմ։ Yep։ Սուրճ թե մի բան կուզես, գնում եմ ինձ համար բերեմ։ Կուզեք ես պատրաստ եմ ձեզ համար սուրճ կամ մի ուրիշ բան։ Իրոք, դու կյանք ես։ Սև, 2 քթա շաքարավազով, կաթով ու չխառնես։ Lamborghini Murcielago։ Լավ էլ մեքենան ճանաչում ես։ Այս գազանը 12 ցիլինդրանոց է, 642 դիաուժով, 3 վայրկյանում 60 կմ/ժ բացում, մաքսիմալ արագությունը 213 կմ/ժ։ Էս էլ բանալիներ են։ Լուրջ կթողնես մեքենատ քշեմ։ Ուրեմն սկզբից նվանում ես։ Մեր մեջ ասած իմ մեքենան չի, բայց այդ հեչ։ Ռաֆայելն ուզում աղջկադ քշել սովորացնես։ Հաստատ։ Ճիշտ։ Ես էլ եմ ուզում, ինձ էլ քշել սովորեցրեք։ Դու դեռ փոքր ես։ Դե ուրեմն զանգենք աղջիկներին։ Դե վերջացրու։ Իսկ իմ կտորն է։ Դե իմանա շատ էլ արվում ձեր ու Ջեքի ներկայությունից։ Իսկապես։ Դուք ձեզ վատ մի զգացեք, ինչ պետք է ասել եմ։ Այս ամենը Միշելի կարիերան էլ առաջ կտանի։ Ես խթանում եմ կանանց առաջ խաղացումը։ Իսկ ես աշխատում եմ, որ Ջաքին օգնեմ, որպեսի խոստովանի քոլիգայի հետ է քնել։ Հեչ չեմ զարմանում, որ դուք տեղյակ եք։ Ռաֆայելը ամեն ինչ գիտի։ Լեյդի Բլեր, ախր որ մե տղամարդը կխոստովանի այդ տեսակի մի բան։ Գուցե չեն քնել։ Գուցե չեն քնել, բայց նա չի հիշում։ Իհարկե։ Հիմա կգամ։
ասա ինչու ես քնել քոլիգայիդ հետ Սան Ֆրանցիսկոում։ Նկատի ունես Ֆրանսինին, ես իր հետ չեմ քնել։ Ինք լավ խմել էինք։ Ինքն խաղեր է տալիս, բայց Ստոպ արա։ Էսա հետ եմ գալիս։ Լեյդի Բլեր, իսկ դուք հանդիպել եք այդ Ֆրանսինին։ Ոչ, դեռ ոչ։ Բայց հենց հանդիպեմ, այս ձեռքերով խեղդելու եմ։ Օ, խեղդամահաներ, էմոցիոնալ հանցագործություն։ Այդ կարող է լավ նշան է։ Կներեք։ Չնեսած։ Աու, հերիկապ տակես։ Ուր է այդ հանելու կին Ֆրանսին։ Ինչ իմանամ, որ իմանաս ինձ էլ ասա։ Հուսամ գոնե խմած չի։ Լավ եք զգում ձեզ։ Այո, պարզապես կազդուրիչ քյաբաբ եմ ուզում։ Դեյմենի զանգերի մեջ ինչ-որ կասկածելի համար կա։ Վեգեսի համարը։ Շաբաթ 2 անգամ էլ զանգում է։ Okay. Ռոբա։ Հա, ինչ։ Էջ կողքս կանգնի։ Հետ կամա։ Չսկսենք։ Լամբորգինիի խաթր համաձայնեցի։ Դե, իսկ իմ կտորն ես։ Հա, ո՞նց ես։ Գերազանց։ Դու ծնվել ես դեղի մեքենայի մեջ, գիտես, չէ՞։ Հա, գիտեմ։ Դու Բլերը 1000 անգամ պատմել եք այդ պատմությունը։ Բլեր։ Իսկ գուցե մայրիկ կամ մամա։ Ես 16 տարեկան եմ, շուտով չափահաս։ Դե, մայրդ ասած կլինի, անհանգիստ էի քեզ համար։ Տաքսի հետևի նստարանն էլ ծննդաբերության համար ամենահարմարը չի։ Դու էլ հակառակի նման ժամկետի չծնվեցիր։ Դե լավ։ Փորձենք։ Բո։ Աղբորս։ Տնայինները տարել ես։ Այնքան վատ եմ, որ վաղը կարողա դպրա չգնամ։ Հեչ էլ հիվանդ չես, ուղվի։ Ես շատ հիվանդ եմ, հո չեմ խաբում։ Հայրդ վթարի է ենթարկվել, բայց չմտածես, ամեն ինչ լավ է։ Փոքրիկ մոքրիկ վթար է։ Լամբորգինիով։ Կամար շտապում ես, խնդրում եմ մի խառնվի իրան։ Ես չեմ շտապում։ Անընդհատ շտապում ես։ Ինչ ասացի որ։ Ատում եմ քեզ։ Քիմ։ Քիմ մի նեղացիր, խնդրում եմ։ Madonna mia, sto cazzo vuole ringraziare! Իմիջիալոց շատ անշնորհք եք ձեզ պահում, պարոն։ Քերի Ռաֆայելի հետ քննարկում էինք քո անպատկառ վերաբերմունքը ուրիշների։ Լսի, ինչ ես ունքերից ես կախվել։ Տնաշեն, դու ամերիկացի ես, ուրա քեզ ունք։ Ինչ ես խոսում։ Վերջ հերիք է, վերջացավ։ Սա ինձ ավելի մեծ ցավ է պատճառելու, քան քեզ։ Քերի Ռաֆայել, սրա բերանը օջարով լվացեք։ Ինչ։ Ոչ։ Ես մեղավոր չեմ, մեղավոր չեմ։ Ես ազատ երկրի քաղաքացի եմ, ես ամերիկացի եմ։ Մենք բոլորս էլ անմեղ ենք։ Բոբո, քերուն ճիշտն ասա։ Պատմի տեսնեմ ինչ է կատարվում ու ընդամենը մի անգամ ստիպված կլինես օճարը լզես ու վերջ։ Ջուրն իզուր հոսում է։ Հետո։ Ինչ հետո։ Դու ես փողը տալու։ Ասեմ, քերին այդ հարցը գլուծի ու կտանք դևը կմուծի։ Լավ։ Վաղը պատմության դասի համար պրոյեկտ ունեմ չարած։ Կերեք ինձ։ Ինչ պրոյեկտ։ Պետքա 4 նախագահների մասին բան գրենք։ Հետո ուզում ա որ նկարներով լինի։ Ես դա լինեմ թե ով։
Պրոբլեմ չկա, բոբո։ Քո քերին ուժեղ գյուղանկարիչ է։ Ես կարծում եմ գեղանկարիչ։ Հա, տենց էլ ասեցի։ Մենակ Էլվիսից նկարը տեսնես, ճիշտ է չի հասնի Քիմ Քարդաշյանի ածուխով նկարից։ Իսկ հիմա մի անգամ լզի օճառը արժանապատվությամբ։ Մոտը։ Չէ, մամ, մեզ չեն վճարում, բայց ինչքան կուզենք անվճար քյաբաբ կուտենք։ Մեր մեքենաներն էլ անվճար կլվանանք եւ լավ, մամ, կզանգեմ։ Եկաք, հա, ո՞նց եք։ Քիմ աղջիկս ոչ ես վնասվել։ Քիմը չէ, այ Ջեքը։ Բանջկա։ Չէ, դա սուրճի սեղան է, ոչ թե ոտքերի պատգարակ։ Շատ վատ եմ զգում ինձ Լամբորգինիի համար։ Հələ ու չզգային, բայց ոչինչ։ Չէ լուրջ ամու, ինչպես փոխհատուցեմ։ Դրա համար մի մտածի։ Ինշուրենսը կվճարի։ Գաթա սուրճ, ով ինչ կուզի։ Հոյ, ոդկա։ Ես։ Ինձ։ Ես։ Մամ, պապ, վերջապես, արքա Դենիելը թիթեր դարավ։ Կարին։ Հրաշք, ինչ գեղեցիկ է։ Շատ մեծ է։ Բա գույները։ Ալո, Ջեքն է։ Ներեցեք, չեմ կարող հիմա հարցազրույցի օր ասել։ Ընդհանրապես ինձ ցուցակից անեք, խնդրում եմ։ Երբևէ պատահաբար քո հետ տվածը կուր տվել ես։ Պատրաստ եմ դա անել, քան օճառ նպստել։ Ոտքդ ո՞նց է։ Մի քիչ ավելի լավ, ապրես որ հարցրեցու։ Ինչ-որ մեկը գիտի թիթերներն ինչքան են ապրում։ Բավական երկար, բոբո։ Շատ 4 օր, երբեմն ավելի կարճ։ Ով ինչ ուզում է ասի, ինձ մեկ է։ Իմ թիթերն անմահ։ Սանդուղ, խնդրում եմ ինձ մենակ չթողնես։ Սանդուղ, open your eyes, please. Սանդուղ, no. Hello, Շումախերների առանձնատուն, Ռաֆայելը լսում է։ Տնօրենով։ Զգուշացնեիք, որ ուշանում էիք, Շուլման։ Շումախեր, ազգանունս Շումախեր է, դրա վերաբերյալ երկտող էի ուղարկել, ներեցեք։ Դե ոչինչ, մյուս անգամ կհիշեցնեք։ Կապուչուն, 1, 2, 3, կարտոֆիլի չիպս։ Ձեռք մի տվեք։ Խնդրում եմ, միստր Ռաֆայել, քերի Ռաֆայել։ Ես հույս ունեմ կկարողանանք լուրջ քննարկում ունենալ նախքան բոյի գալը։ Այսօր առավոտյան իր նախագիծը ներկայացնելիս ոչ պատշաճ ելույթ է ունեցել։ Ասեմ, նրա քերին եւ ես օգնել ենք նախագծին, բայց գրածը չենք կարդացել։ Նա կրկնել է նախագահ Կլինտոնի խոսքերը։ Հայքին սա։ Դա իմ շորն է։
Գրողը տանի քեզ։ Ինչ ես ասել, որ անի ասա։ Ես չգիտեմ, ախր ես ոչ մի բան էլ չեմ ասել, որ անի բլե։ Դեյմանը ինձ նոր էր նվիրել այդ զգեստը։ Կարծեմ դու նրա հայրն ես։ Ուրեմն քեզ հորպես պահի։ Okay։ 1000 անգամ ասեցի, դևը տարել է սրան։ Դիմացե։ Ներեցեք, բայց տիպիկ բաժանված ընտանիքի երեխա է։ Արիբո։ Բո, ախր ինչով էիք դու եւ հայրդ մտածում։ Բայց ես բան չեմ։ Քեզ հետ հետո կխոսեմ։ Ես կարող եմ բացատրել։ Խնդրում եմ սա բացատրես, երիտասարդ։ Մամ, դա ընդամենը դեմքին նկարելու ներկա։ Լվաս կանցնի։ Լավ, ինչու ես իմ կապույտ զգեստը դպրոց բերել։ Պապան պատմում էր Քերի Ռաֆայելին, որ Քլինթոնը իր թարմ քամած հյութը թափել է Լևիսկիի կապույտ զգեստին։ Կարծում եմ դա նարնջի հյութ էր։ Բայց թուրինջի էլ կարող էր լինել։ Երխեն լավ էլ խելացի բացադրեց։ Կարծում եմ շատ լավ ներկայացրեց տղաս։ Ապրես։ Մերսի պապ։ Շատ լավ կարծիք է։ Իսկ Բոն կարող է վերահանձնել նախագիծը, թե։ Ինչ։ Մամ, ոչ ոք չի տեսել այս տարբերակը։ Ախր մենք շատ ժամանակ ենք ծախսել այս պրոյեկտի վրա։ Խոսքերիդ հետևիր։ Կներես։ Նախագիծը առանց իմ հավանության թույլ չեմ տա ներկայացնել դասարանին։ Քո աստղային պահն է, սկսի։ Սպասեք, ես ժամանակ չունեմ լսել այս ամենը։ Խիստ գործնական հանդիպում ունեմ։ Լսում եմ, Քերի Ռաֆայել։ Տնօրեն Ջանսոն, դուք հրաշալի կին եք։ Եթե Ռաֆայելը 5 տարով երիտասարդ լիներ, գուցե ձեզ հրավիրեր հայկական սուրճի, եթե իր չորեքշաբթի կեսօրը ձանձրալի լիներ։ Դուք իրոք նրանց քերին եք։ Մինչև շաբաթվա վերջը։ Ինձ մի բան հիշեցրիք, որ սրանից տարիներ առաջ փոքեր էի խաղում իմ հին ու բարի ընկեր Նելսոն Մանդելայի հետ։ Ընտիր խաղացող է։ 8 բաժակ օղի Red Bull-ից հետո ինձ ասեց. «Ռաֆայել, գիտես 25 տարի բանդում ամենասարսափելին այն էր, որ նստել էի ճշմարտությունը ասելու համար»։ Տիկին Ջանսոն, դուք պատրաստվում եք պատժել խելացի երեխայի, ով ճշմարտությունն է ասում, որովհետև խիստ զբաղված եք։ Ընդունում եմ ձեր ասածը, հայցում եմ ձեր նորամուտությունը, որ շարունակիր ներկայացնել նախագիծդ։ Ես ԱՄՆ-ի առաջին նախագահ գեներալ Ջորջ Վաշինգտոնն եմ։ Ես համոզված եմ, որ մարդ պետք է առաքինիներին իրեն ընկեր կոչի, քանի որ ավելի լավ է միայնակ լինել, քան շրջապատված լինեն անարժաններով։ Այսքանը բարեկամներ։ 87 տարի առաջ մեր պապերն այս մայր ցամաքում մի նոր սերունդ մեծացրին։ Սերունդ ծնված ազատ երկրում, որը հավատացած էր, որ բոլոր մարդիկ հավասար են։ Ես Աբրահամ Լինկոլնն եմ, Բոյի սիրելի նախագահ։ Իմիջայլոց կբարևեք Բոյին իմ կողմից։ Հանկարծ չմոռանաք։ Թույլ տվեք պնդել, որ միակ բանը, որից մենք պետք է վախենանք, դա հենց ինքը վախն է։ Ես Ֆրենկլին Դելանո Ռուզվելտն եմ եւ այս խոսքերն ասել եմ իմ առաջին երդման ժամանակ։ Եթե բավականաչափ երկար ապրել, սխալներն անխուսափելի են, սակայն եթե դրանցից դասեր քաղես, ավելի լավ մարդ կդառնաս։ Ճիշտ այդպես էլ պետք է վերաբերվել կյանքի դժվարություններին։ Երբեք չանձնվել, երբեք չանձնվել, երբեք չհանձնվել։ Ապագան իմ ձեռքերում է։ Թույլ տվեք ներկայանալ։ Ձեր նախագահ 2050 թվականին։ Ես եմ Բո Շումախեր։ Բրավո, Բոբո։ Դե ինչ ասեմ, հիասքանչեր։ Շնորհակալ եմ։ Կիմը դու ես։ Համոն ասել էր, որ գալու ես։ Ես Համոյի կինն եմ։ Ոնց էլ յոլա ես գնում Համոյի հետ։ Մեր մեջ մնաբաց բախում այն ցանից։ Երբեմն տղամարդիկ սիրում են, որ կինը ծանր ձեռք ունենում։ Համոն ստեղա։ Ոչ, բայց որ տեսնես, ասա որ իր կինը իրան է փնտրում։ Բարև, ես ու դու նույն դպրոցից չենք։ Հետո հաստատ իմի փրկերին քեզ համոզելա, որ գաս այստեղ ինձ հանդիպես, չէ։ Ինչ։ Համոն քերի տա։ Չէ, Ռաֆայելը։ Ինչ Ռաֆայել։
Լուրջ, անտել չգիտեմ։ Քոդի։ Քիմ։ Ես եկա։ Երկու մոկաչինո համոյի կապի շապից։ Բայց լուրջ, ո՞նց է որ դպրոցում չեմ տեսել քեզ։ Չէ, չես տեսել։ Տեսել եմ։ Գիտես որտեղ։ Մեր գրադարանում, հստակ։ Հաստորեն կարտացող աղջիկ եւ այսքան յուրահատուկ։ Ներիր, որ հիասթափեցրի։ Ուրեմն գիտես համոյին։ Հա, ինքը իմ իբր քերու տղան է։ Իբր Զարմիկը, փաստորեն։ Ինձ ասել էր գամ այստեղ ֆուտբոլիստների մասին ինչ որ գովաստ քննարկենք։ Ուրիշ գախնի։ Էն էլ եկա քեզ տեսա։ Էլի խափելա։ Հայ Լինդա, ինձ ու տղերքին 3 հատ կապուչինո, կաթնել դիետիկ։ Էդ իմ ավտոյի վրա ես ծիծաղում։ Չէ, Իմ վրա ես ծիծաղում։ Չէ։ Մեքենայիդ գույնը ակերը տեսա։ Սրտովը չի։ Ընտիր գործա, մտածեցի լավ կլինի իմ մուստանգն էլ սենց սարքեմ։ Ուզում ես տեսնես։ Արի գնանք ցույց տամ, պակոն եմ։ Դու Ռաֆայելը կյանքս կործանում եք, մամ։ Աղջիկս, բացիր դուռը։ Խոստանում եմ, չեմ քննադատի կամ չեմ բարկանա։ Սիրում եմ քեզ։ Այս շոուն հիմարությունն է։ Ինչ գործ ունի Ռաֆայելը ստեղ։ Ատում եմ իրան։ Ես դեռ խաղալիքը չեմ։ Սիրելիս, սիրտը շատ է ցավում Քիմի համար։ Գիտես, մեքենայի մեջ սիրտը բացեց։ Կապում է։ Վստահ եմ, այս լարված շաբաթը անցնի ամեն ինչ իր ունով կգնա։ Պետք է համբերատար լինենք։ Մենակ տեսնես մատանին, որ ընտրել եմ քեզ համար։ Շատ գեղեցիկ է, քո աչքերի պես շողշողում է։ Սիրում եմ քեզ։ Ոչինչ, որ ես էստեղ եմ։ Կարող եք հեռու գնալ։ Շնորհակալ եմ։ Մի քիչ էլ։ Սիրելիս։ Ես ահավոր մայր եմ։ Դու ահավոր մայր չես։ Ես շատ վատ Այ մայր քո եմ։ ասածը կատարյալ հիմարություն է։ Հիմարություն է։ Հանգիստ։ Կարող եք այդ փոփոլիկը Հնարավոր չի, առանց դրա մեջ չեն կարողանա ցայնագրել սիրելիս։ Աստվածի միշտ խեցիկ եմ իրար հետ նայվում։ Հանգիստ։ Քեզ։ Դու այդքան մատանին չես։ Ես գիտեմ։ Դե դուր մատանիս։ Ինձ մոտ չի, սիրելիս։ Բայց դու հենց նոր ասացիր։ Քիմ, քոդին է։ Ավելի շուտ ծերացած քոդին, որտեղ կյանքից կեսը գնաց մինչև համարդ գտա։ Ոնց եմ չանջատես հեռախոսդ կամ ավելի վատ պատով չտաս։ Դու ճիշտ էիր, համոն ինձ խաբեց, բայց իրա շնորհիվ քեզ հանդիպեցի։ Կարող է չհավատաս, բայց դա օրվա ամենալավ բանն էր։ Ու այդ մեքենայի հետ կապված իրականում պետք էլ չէր, բայց պակոյից ազատվելու միակ միջոցն է։ Իմիջայլոց մյուս շաբաթ մոստանգիս վրա հիդրավլիկա դնելու, միավոր բան է լինելու։ Իսկ գուցե մի անգամ էլ հանդիպենք, զրուցենք։ Դու հանճար ես, ամեն մանրուկ կատարյալ մտածված էր։ Ոնց էի կասկածում քո ուժերին։ Ճիշտ բոբոյի նման քո մեջ էլ է ժամանակավոր դև մտել, բայց ոչինչ, ներում եմ քեզ։ Էդ հետ, հիմա իմ զգացածն ինչ է։ Սեր։ Քիմ ջան, լինում է սեր, լինում է դժվար սեր, ու լինում է առանց նախապայմանների սեր։ Էն ինչ դու զգում ես, էդ դեռ սկիզբն է։ Հուսամ քոդին էլ նույն բանը զգում։ Հələ քերի Ռաֆայելին մերկու բան ասա ինչն ես հավանում։ Դե ես ինքը
ամենապահանջված ու ամենասիրուն տղան է։ Պայմաններ։ Ինչ կլինի մի օր, էլ ամենապահանջվածը կամ ամենասիմպոն չլինի, այդ ժամանակ ինչ կզգաս։ Տեսնում ես, ինչ որ հիմա զգում ես, պայմաններից է կախված։ Իսկ որ կարողանաս սիրել առանց նախապայմանների, այդ ժամանակ նույն կերպ էլ կսիրվես։ Իսկ իմ ծնողների սերն իմ հանդեպ։ Դու ինչ ես կարծում։ Նրանք ինձ սիրում են անկախ ամեն ինչից։ Լավ կլիներ իրար էլ տենց սիրեին։ Չմտածես, սիրում են։ Վաղը կարևոր օրը։ Հիմա գնակնի, հանգստացի, որ քոդին ցույց տաս ինչ գեղեցկու ես։ Okay, շնորհակալ եմ, քեռի Ռաֆայել։ Շատ խնդրեմ։ Գնացի դատարան սիրելիս։ Ցե, սիրում եմ քեզ։ Ցտեսություն քաղցրիկս։ Սիրում եմ քեզ։ Ես էլ ձեզ եմ սիրում, զգույշ քշես։ Կարմիրի տակով չանցնես, նկարում են։ Մեքենայի մեջ չծխես, հայրիներդ էլ միշտ ստուգի հետ տալուց։ Հեռախոսով չխոսած քշելուց անկար։ Մեքենայի մեջ էլ փապկորն չուտես։ Ամանդա, ուր ես։ Կներեք, ես չկարողացա նրանց։ Շնորհակալ եմ, Ամանդա։ Հրաշալի։ Խնդրում եմ, զգույշ դա ապակուց է։ Դև, 100%-ով գիտեմ տակդ մի բան կա ու ես հաստատ կիմանամ, թե ինչ ես թաքցնում։ Պարկաստո չեք եկել ինձ սպանելու, թե չէ հիմա ամեն տեղ ձեր մատնահետքերն են։ Դա ինչ սովորություն է։ Նաբաթի կրծքի կաթիչ չի։ Ահա։ Դև, քորերը հաշված են։ Այ քեզ զուգադիպություն, ձեզ էլ բան չմնաց։ Պատերազմ եք ուզում, պարոն։ Ուրեմն պատերազմ, թող այդպես լինի։ Նշանակում է փուլ։ Լողանալու մրցություն։ Բիլիարդ բիձա։ Լսել եմ բիլիարդի համար շարեր են բերք։ Աստվածի։ Իմ շարերի մասին դու մի մտածիր ձերուկ, դու քոնից խոսիր։ Ինչքան հաճելի է, որ իմ շարերի մասին ես մտահոգվում։ Սիրտս լցվեց։ Կարճ կտրի, երբ ու որտեղ ասա։ Այսօր 8-ին Բրենդի վրայի բիլիարդանոցում։ Կենաց մահու կռիվ, հաղթողին ամեն ինչ, պարտվողը ընդմիշտ հեռանում է։ Ընդմիշտ։ Էդ շատ լավ է, բայց նախքան քո աֆիսից դուրս գալը պետք է մի բան ասեմ։ Ես եկել եմ այս ընտանիքին հետևել, Շումախեր ընտանիքին, Բլերին, երեխեքին, երևի Ջաքին են։ Եթե հանկարծ ճանապարհից ծլես, ճամփես կտրես, ականջի տողերը դև, կխեղդեմ ու կեթամ դու, լավ հիշի ասածից։ Թե ասածիցդ բան հասկացա ամոթ ինձ, բայց եթե դա մարտահրավեր էր, համար ընդունված, բայց գուշացի ձերուկ, եթե պոչիս կանգնես, կճանգրեմ։ Կատու ես, ինչ ես, որ պոչիտ կանգնեմ ճանգրես։ Դա փոխաբերական իմաստով էր ասված, կաթի վրա մի կենտրոնացի, դե նկատում եմ կպատպես։
Մերսի։ Շնորհակալ եմ Գաթայի։ Դե լավ, երեկոյան 9-ին կհանդիպենք։ 8-ը քո համար է։ Այդ մի ժամը քեզ փիշկեր։ On my mama, on my hood, I look fly, yeah, I look good. Touch my swag, twist your hood, I look fly, yeah, I look good. 100 on the neck, well, 50 on the stopwatch, staring at the diamonds, make you bust it, baby, hopscotch. Over here to my spot, say she wanna party. I do it big, baby, like my LRG. Show the air harder when I'm feeling like a rock band. 87 jeans and white tee, when on the block, man, Jay is still rocking, Force is still moving. Chuck Taylor's killing, I still grooving. On my hood, I look fly, yeah, I look good. Touch my swag, twist your hood, I look fly, yeah, I look good, I look good, I look good. Վաու, ինչ գեղեցիկ ես։ Սա քեզ։ Շնորհակալ եմ։ Դու էլ։ Քոդի ծանոթացիր մայրս եւ եղբայրս։ Բոն, ուրախ եմ քեզ տեսնել։ Ուրախ եմ։ Աջելի է։ Բարի ժամանց։ Բարի ժամանց։ Շատ չուշանակ։ Տեսքդ վերջն է, մամ։ Ոնց որ նուտելայով ու բանանով ախորժելի կռեպ լինես։ Շնորհակալ եմ, Բոն։ Ուր որ գնում ես, քեզ հաճելի ժամանց եմ ցանկանում։ Շնորհակալ եմ, քերի Ռաֆայել։ Խնդրեմ։ Օ, Բլեր, տեսքը ցնցող է։ Ինչ ես անում այստեղ, Ջեք։ Համեցիր, խնդրեմ։ Որտեղ է Դեյմոնը։ Խնդրում եմ, Բլեր, խնդրում եմ, նստիր։ Դե, եւ ինչ ունես ինձ ասելու, Ջեք։ Դե մտածեցի, որ կարող ենք մի փոքր հանգիստ խոսել, այդքանը։ Մենք չենք միանալու։ Նման հույսեր չունեմ։ Այս թղթերը 3 ամիս առաջ էի ստորագրել, չէի կարողանում փոխանցել։ Եթե կարծում ես ռեալիթի շոուն է պատճառը, որ մենք կարող ենք հանգիստ նստել ու լավ ժամանակ անցկացնել, գիտես, ես դրան եմ համաձայն։ Շնորհակալ եմ, Ջեք։ Հիշում ես մի 2 տարի առաջ, որ Բոն հիվանդացել էր ու շտապօգնություն կանչեցինք։ Ու որ դու էլ գիշերը մոտնը իր մնացել ու վարակվել։ Այո, հետո ես քեզ վարակեցի, դու էլ վարակեցիր Քիմին։ Հիշում եմ։ Մեջներիս առողջ Բոն էր ու բոլորիս օգատար խնամում էր։ Հիշում ես 3 օր միայն թերապլու էինք։ Հա, իհարկե հիշում եմ։ Ազնիվ խոսք, Բլեր, ինձ 8 տարեկանի պես եմ զգում, ով փորձում է հոգ տանել բոլորի մասին, բայց ինձ չեմ կարող խնամել։ Ես իհարկե շատ բան եմ արել ու չեմ մեղադրում քեզ, որ տարվել ես Դևով, Դեյմոնով, բայց ինքդ քեզ խղճա։ Խորը մտածիր նախքան հետ ամուսնանալը։ Ուր է շտապում։ Ջեք, ես։ Ռաֆայելը ինչ գործ ունի խոհանոցում։ Ինչ գործ ունի Ռաֆայելը խոհանոցում։ Ինչ ես ածեր հերթական դավադրություններից է։ Ջեք, ինչու չես կարող պարզապես անկեղծ լինել։ Ինչու ինձ շանս չես տալիս։ Շանս։ Ես քեզ 100-ն եմ տվել ու փոխարենը միայն դատարկ խոստումներ եմ ստացել, ներեցեք։ Ում ռեստորանն է սա։ Ներեցեք, դուք ով եք։ Ես Լինդան եմ։ Այո, Լինդան է։ Լինդային էլ ես ճանաչում։ Հենց նոր ծանոթացանք։ Այստեղ։ Ահա, դե իհարկե։ Սա ներկայացում էր։ Ինչի եմ զարմանում։ Իսկ սրա համար շնորհակալ եմ, վերջապես ազատվեցի։ Ջեք։ Okay, լավ։ Հիանալի երեկո։ Lady Blair։ Ատում եմ քեզ։ Շատ ապրես քեր Ռաֆայել։ Hey, Linda,
Պլան B-ին անցանք պլան Լավ, B-ին։ պլան B, ուշադիր պլան B։ Պլան B ընդունեցի։ Շնորհակալ եմ։ Տեր Աստված։ Դու ով ես։ Ես Ֆրենսին Լեմն եմ։ Ստացվեց։ Եթե ես իմանայի, որ ձեր ընտանիքը քանդել եմ, Տեր Աստված, անմիջապես ձեզ կզանգեի։ Դե ձեր ամուսինը միշտ այնքան բարի է եղել իմ հանդեպ։ Ու չնայած որ ինքը խմած էր, ես էլ ուզում էի օգտվել առիթից։ Որովհետև շատ գրավիչ է։ Իրեն իսկական տղամարդու պես պահեց։ Ոչ, ոչ մասնավորապես զախ։ Ասեմ իմանա, ինչ, լավ էլ գայթակղուղ է։ Տվեցի նրա ընտեղին։ Ներեցեք, որ մասին եք ձեռք տվել։ Ինքն էլ, հետո ինձ միանգամից հեռացրեց։ Շատ կուզեի մեր մեջ մի բան եղած լիներ։ Ներեցեք, մի րոպե։ Փաստորեն, ինչ է դուրս գալիս։ Այնա դուրս գալիս, որ ամուսնուդ հետ չի քնել։ Չի քնել։ Բոբո, այ հիմա նոր հասան գործի կեսին։ Yeah. Ինձ մի հատ գարեջուր տվեք ու խնդրում եմ լավ սառը լինի։ Շնորհակալ եմ։ Լավ կլինի Դեյմենը չիմանա, որ դու ստեղ ես։ Հանկարծ չհուզվի խաղը տարվի։ Այն տեղը քեզ համար է։ Մերսի։ Գնաց։ Զարմանալի է եկար։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց քո կին ծուռա։ Դիմացինից մտքի պես։ Մեկով զրու։ Շատ սրամիտ էր։ Ինչև է, արի ջարդը տամ։ 3 պարտիա ենք խաղալու, ու թող հաղթի ուժեղագույնը։ Գոնե մի շարքը գցես ժամկետ անց։ Էսա բռնուվի։ Էսա եկավ։ Էսա մերար։ Վաղտս բերես։ Ես ինչ եմ։ Ես խաղը բացեցի, դու էլ օղու բացումն արա։ Հերթական անիմաստ սովորություն։ Ով իրար հետևից 2 շարքցի, դիմացինը մի բաժակ օղի է խմում։ Եկցի։ Ոնց ասես։ Այ, վատը չէր, դու ես քաշել բիձա։ Աստված ջան, խնդրում եմ ինձ հովազի արագություն տուր, արծվի տեսողություն տուր, որ շարերը ավելի ճիշտ խփեմ։ Դե հերիքա ժամանակ ձգես, քո հերթն է, սկսի խաղալ։ Նայիր ու սովորիր։ Սիրացիր։ Այդե։ Խմիր, կուտուր։ Ինձ դուր։ Այ մարդ տեսա։ Շնորհակալ։
բոլորի բախտն էլ մի երկու անգամ բերում է։ Խմի։ Աչքիս Հայաստանում բիլիարդ խաղալով ես տուն պահել։ Դուր դեկա։ Սեղանի տակ մագնիսներ ես դրել։ Դենցով էլ ասես կխաղը։ Իմիջ երես խմիշկի վրա այդքան էլ չի ազդում, բա։ Շնորհակալ եմ։ Գիտես Դեվ, այնքան էլ վատ ջահել չես, ափսոս կնոջ հետ վարվել չգիտես։ Մի քանի բժիշկ կա պետք կանչենք, որ հասկանանք ինչա կատարվում հետը։ Ինչ կասես, նախքան մեզանից մեկը հաջող ասի, չգնանք տուն բլերի ընդհանք գինիներից մեկը բացենք ու խմենք ու քեֆանենք։ Խփա, հենց բլերի փողերով իմ կոմպանին բացը։ Գախնիկա դա։ Լավ էլ գախնիկ պահող ես։ Ուպս։ Սաղերշներ։ Աստված ջան, խնդրում եմ Դևին ուժ տուր, որ վերջապես մեզ ասի ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, թե ինչ կեղտոտ սրիկա է ինքը։ Էй, ես կեղտոտ սրիկա չեմ։ Չնայած վիպուսկնային երկու աղջկա հետ էի գնացել։ Մեկի հարցերը մեքենայի մեջ լուծեցի, մյուսին էլ պահակի բուտքում բիծա։ Հարբել է, նայեք, դուք խմացրեցիք, չի հասկանում ինչ է խոսում։ Ես մեր դպրոցում աղջիկին վարել ցանել եմ։ Այս տղեն բոլորին։ Աստված ջան, ինչու Դև Դեյմոնը իր խոստումը չի պահում ու երեխի փողը չի վճարում։ Նկատի ունես Թինային։ Ո՞վ է Թինան։ Համո, play սղմի։ Շնորհակալ եմ շատ։ Դեյմոն, երեք չի սիրտես կոտրեցիր, հիմա էլ չգիտեմ ինչ ասեմ տղայի այդ քո մասին։ Դե հազանգումը, փող ուղարկումը, մենք երախոսով սեքս ենք անում, բայց չգտնվում կողքից։ Լրիվ սուտա։ Իսկ գիտեք հիվանդարկյալների 80%-ը միայնակ մայրերի երեխաներ են, բայց դրան է արժանի։ Ախր խոստացել էր Դեյմոնը Ջունյանի ծնվելուց հետո ամուսնանալ հետո սնդախոսի մեկը։ Ցավում եմ, ես էլ իմ քաֆի շապի $25 քարտը։ Լուսում լինես, համեցի, իմ կողմից փոքրիկ նվեր։ Ես սիրում եմ սուրճ, շնորհակալ եմ։ Ես իմ սխալների տերն եմ։ Ես էլ եմ միշտ համոյի սխալները ուղում, քեզ թվում է ուզում եմ, բայց անում եմ։ Մի րոպե, դու քո տղուն սիրում ես, իմը ինձ հեչ պետք չի, բայց մեկը ես վճարում եմ։ Տականք։ Բլեր, Ուրեմն երեխա, հա? Ամուսնացած ես ու երեխա ունես։ Ոպ, ես ամուսնացած չեմ։ Վեգասում պարու հետ քնել եմ ընդամենը։ Պարուի էր։ Այդքան բան։ Այդքան բան։ Դու ինձ մեղադրում ես, որ պղծել եմ պարուհուն։ Խաշած հավի ծիծաղն եկավ։ Հիշեմ էլ տես բան չանեմ, չէ։ Չնայած մեջն ինչ կա, պարու հետ քնել եմ, այ մարդու աշխարհի վերջը չի։ Ուզում եմ ասել, սիրում եմ քեզ։ Դե, Այդ բեկմային ընդհանրապես։ Ես իրոք ուզում։ Էй, օղի չէ։ Այո։ Վերեցեք։ Այս ինչ եղավ։ Դու տարվեցիր դե։ Այդ եղավ։ Բայ։ think I can show you how life can be much better than now. You may not believe it's true,
ցավում եղածի համար, բայց կարծում եմ ամեն ինչ լավ կլինի։ Let me give you small reminder. Small reminder. Սանդուղ Էհեյ սանդուղ ամեն 3 շաբթի ու 5 շաբթի էր երազիս գալիս հիմա 4 շաբթի ու շաբաթ ես գալիս մի բան է այն չի չգամ հասնեմ այդտեղ սանդուղ չնայած ճիշտ ես շուտով քո մոտ կտեղափոխվեմ բայց մեկը շատ չարաճիճի ես հենց որ դրախտ հասնեմ հարցերդ կլուծեմ Համո Ուրեմն, այդ դու ես, որ 2 տարիա մեղավոր ես զգում ու ծաղիկներ ես բերում։ Գիտես ինչ, պապ, մենք երբեք չենք խոսացել այդ օրվա մասին։ Ու դու միշտ կարծում ես, որ ես մեղավոր եմ։ Այդ օր մորը թաղումն էր։ Դրան արդարացում չկա։ Ես շատ էի ուզում գալ։ Առաջին անգամ կյանքում Համոն անկեղծացա ու առաջին անգամ ես լսեցի նրան մինչև ես։ Մյուս կողմից ես լավ գիտեմ ինչ է նշանակում մենակ մնալը։ Ամեն ծնող էլ ուզում է, որ իր երեխեն իրենից լավ ապրի կյանքում։ Քեզ ու քրոջդ ուղարկեցի Ամերիկա, որ ձեզ համար լավ լինի։ 80-ականներին Իրանում երեխաների համար ապահով չէր, Գլենդելի մորաքույրը լավագույն տարբերակն է։ Oh, come on։ Մենք առանց ծնող ենք մեծացել։ Գոնե պատկերացնում ես երկրում դպրոց գնալ ու մի բառ անգլերեն չիմանալ։ Ման ես երկրում շատ դժվարություններ եք քաշել առանց ծնող մեծանալու պատճառով։ Դու շատ անհանգիստ էիր, երբ մաման մահացավ։ Ու այդ պատճառով ինքը դարձել է այն ինչ այսօր կա։ Քովեյթ գնացինք աշխատանք գտնելու հույսով։ Այդ օր սանդուղտի գերեզմանին մենք շատ խոսեցինք։ Շատ կուզեի նորից սկսել ամեն ինչ։ Ես հասկացա, որ մոր թաղմանը չգալու ջղայնությունը էլ կարևոր չէ։ Դու շատ լավ տղա ես, բալես։ Երանի ես էլ Համոյին փոքր ժամանակ համբուրեի, երբ որ աչքերը բաց էր։ Վաու, ինչ էլ եղած լինի։ Վաղը նոր օր է։ Ինչ ֆիլմ է։ Քամուց քշվածները։ Ես վատը չեմ, պարզապես կերպարսա վատը։ Մի վիրավորի։ Roger Rabbit։ Կտաս քո անդրավարտիկը մի 10 րոպեով։ Շատ հեշտ է, 16 մոմեր։ Ոչ ոք բեյբին անկյուն չի գցի։ Patrick Swayze։ Ողորմիր։ Եփիքե ես քո մի Արքան մահացել է։ Ինչ։ Արքա Դանիելը, իմ թիթերը։ Ինչ վատ է։ Շատ եմ ցավում տղաս։ Ախորսկի թռնել չհասցրեց։ Ամբողջ կյանքը էս հիմար ամանում անցկացրեց։ Դե գուցե նրա կյանքի նպատակն էր իր գեղեցկությունը ցույց տալ մեզ ու մի բան սովորեցնել։ Քոպես գազանանոցի անսիրտ տերերն են ասում, որ իրենց մեղավոր չզգան։ Քիմ։ Հանդիպումդ լավ անցավ։ Լավ։ Օբո, տղաս ինչ է եղել։ Դանիել արքան հոգին փչել է ու ես էլ չար տիրակալ եմ։ Շատ եմ ցավում փոքրիկս։ Դու հեչ էլ չար տիրակալ չես։ Բարի լուր է։ Ուր է Ռաֆայել քերին։ Ես լավ լուր ունեմ հայտնելու։ Նա իսկական հիթ է, ալիքը հավանել է քերը Ռաֆայելին։ Ուր է քերը Ռաֆայելը։ Լավ լուր ունեմ։ Ուր է նա։ Ուր է քերը Ռաֆայելը։ Ինչ այլոց խոստացել էի չասել սրա մասին։ Վաու։ Այ։ Նայում եք ինձ, իսկ արդյոք տեսնում եք ինձ։ Տիեզերքի Շումախերներին դուք ընտանիք եք նորից։ Ես սուտ եմ ասում, իհարկե ոչ։ Ռաֆայելը երբեք չի ստում։ Համար 1 որդի։ Բո։ Այնքան հպարտ եմ, որ նախագահը դու ես լինելու 2050-ին։ Այո։ Խլիս հարկերը կքչացնես քերի Ռաֆայելի։ Ու Քիմ, նախկին պրինսես։
Դու կարիք չունես, որ սպիտակ ձիով ասպետը գա ու քեզ փրկի։ Քոդի ավտոն ինչ վատ մուստանգ է։ Ջեք, լսի, աչքից դու այդքան էլ վատ հեր չես։ Մեսեջներդ ստուգի։ Դևը քանդողը Ռաֆայել Շինողը։ Աշխատանքի հարցազրույց ունես։ Բայց ու Լեյդի Բլեն դուք արտիշոկ չեք։ Ավելի շուտ խաղող եք։ Կարելի է քացախ սարքել, կամ էլ գինի սարքել, նաև շաքարակլոր։ Այո, լիքը հատկություններ ունեք, իսկ այդ դևը հակառակ ձեզ։ Դևը ոնց որ անկուտ ձմերուկ լինի, անիմաստ։ Այնքան որ թանկ է ու վերջ։ Միշել, հալալա քեզ, հա? Դու նկարեցիր TV շոուն, ապրի աղջիկս, հələ քերուն թխի թող կա, ձեռը տուր։ Come on, մի ամաչի, high five, ապրես, ես ավարտեցի, դուք նորից ընտանիք եք, ոչ մեկի կարիքը չունեք, դուք միայն իրար կարիք ունեք, ու քերին է վերադառնում է ավարտի իր անգլենի դասարանը, ոչ որ Ջեյզին է ասում, the streets are watching, բարով մնաք Շումախերներ։ Այս ինչ էր, ոչ, մենք պետք է գործն ավարտենք, մենք լուրջ աշխատանք ունենք, ինքը ով է։ Ինքը Քերի Ռաֆայելն է։ Դու էլ հեռախոսի չես պատասխանում, հա։ Համեցեք համո։ Այ։ Պապան որոշումը կայացրել է, օքեյ։ Մեր շոուն վերջապես հաստատվում է եթերում եւ մեր գլխավոր հերոսը դուրս է գալիս աշխատանքից։ Իսկ ինչ անեմ ես համո, ասա խնդրում եմ, քաստինգ հայտարարեմ Քերի Ռաֆայելի համար։ Կներես մի վարքյան։ Ուր։ Ոչ, Ծխախոս եմ դերցնում։ Օծի կծած։ Պետք է գնամ, զգուշ։ Կզանգես, լսում ես կզանգես։ Մի լարվի, շնչի արտաշնչի։ Կզանգես, համո։ Hello, Ռաֆայելը լսում է։ Պապ, ինչ կասես։ Շոն համ քեզ համար լավ կլինի, համ բոլորիս համար։ Հեյ, համո, ես զբաղված մարդ եմ։ Հալա պետք է տեսնեմ ինչ եմ անում։ Ավելի շատ փող կուզեմ։ Տիվիալիկը շատ է հավանե Շոն։ Չգիտեմ, քահանայի հետ պետք է ճիշտել։ Սանդուղթից էլ պետք է հարցնեմ։ Լավ, պապ, պետք է գնամ։ Մտածի ասածից մասին, օքեյ։ Հալո։ Վերջացրի։ Իրոք, ո՞նց ես կնարալ։ Սա հասա։ Հոպ, համո, կասես բա ես հիմա ինչ անեմ։ Բան չեմ հասկանում։ Դու երբեք չես ասում ես ինչ անեմ։ Հեչ բան չես սովորի այդ տղա։ Արա այն ինչ որ ես կանեմ։ Մի գյուղ մարդ է պետք, որ հասկանան դու ինչ կանես։ Բա։ Համո։ Ռոբո։ Քերի։ Համո։ Համոն վերջապես մի բանը հասկացա, որ այդ շոր սանդուղթի կամ նաբատի համար չէ, ես այդ շոն արեցի Համոյից համար։ Ու Համոն տվեց ինձ իմ պատասխանը, այն ինչ որ ինձ պետք է, պապա։ Նվեր։ Բարև Քերի Ռաֆայել։ Մենք ես կարևոր բան ենք ասելու, բոլորիս կողմից։ Կարծում եմ ես կսկսեմ։ Վատ լուր ունեմ քեզ ասելու։ Դանիել Արքան է մահացել։ Իսկ քո օգնությունն է պետք թաղումը կազմակերպելու հարցում։ Գուցե բակի մժեղներին էլ հավաքեն։ Հերիքը ամբողջ ժամանակը քեզնով անես, Բոբո։ Հանկարծ դու ինձ չասես Բոբո։ Մենակ Քերի Ռաֆայելը թող ինձ ասի։ Քերի Ռաֆայել, բա եղավ, չի կարելի չէ իմ սիրային հարցերում խորհրդականը դառնալու թողնել գնալ։ Դե հիմա ասա ինչ անեմ, գրեմ, թե սպասեմ առաջինը ինքը զանգի։ Ինչ որ նշան գոնե տուր։ Ամեն ինչ խառնվեց։ Քերի Ռաֆայել։ Ես որոշեցի միանալ Ջեքի հետ։ Դե ես որոշել եմ ամբողջ ժամանակս աշխատանքին չնվիրել, եթե գործ գտնեմ։ Շնորհակալ եմ, որ մեր աչքերը բացեցիք թե որպես զույգ, թե իհարկե որպես ընտանիք։ Դուք կարողացաք սովորեցնել մեզ ամենակարևորը։
գնահատել իրար։ Դե ուզում ենք ասել դու մեզ միշտ պետք ես Քերի Ռաֆայել, խնդրում ենք վերադարձիր։ Այսպիսով ես ասեմ, որ երջանիկ լինելու համար գուցե ուղակի պետք է սովորենք սիրել ու սիրվել։ Ես Ռաֆայել Սարգսյանն եմ եւ սա իմ պատմությունն է։ Բրավո, բրավո։ Բրավո, բրավո, Ռաֆայել։ Հրաշալի պատմություն էր։ Շնորհակալ եմ, Տիկին Գոնզալես, իսկ ինչ է իմ գնահատականը։ Ուրեմն հաշվի առնելով քերականական սխալները, հոդեր ու էլի մի քանի բան ստանում եք այից հանած։ Ես կարծում եմ, որ շատ լավ է, հոյակապ է, Ռաֆայել։ Մինուս։ Բայց please, Տիկին Գոնզալես, ես այի եմ արժանի, կարծում եմ սխալվում է։ Ես պետք է այս ստանամ։ Բայց այից հանածը շատ լավ գնահատական է, Ռաֆայել։ Ձեզ համար գույց է, բայց ես շատ եմ տանջվել։ Ես արժանի եմ այի, ես ա եմ ուզում։ Իմ Ռաֆայել Քերին, էպիզոդ 2, Միլլեր ընտանիքի ընտրություն, դուբլ 1։ Խնդրում եմ, օգնեք ինձ, Քերի Ռաֆայել։ Կինս բաժանվեց ինձանից, որովհետև խաղաբոլ է, բայց երդվում եմ, մի տարուց ավել չեմ խաղացել, տղայովս եմ երդվում։ Այնքան եմ ուզում, որ նա վերադառնա ինձ մոտ, Քերի Ռաֆայել։ Նա իմ համար ամեն ինչ է, խնդրում եմ ձեզ։ Մեկ շմոտարի, տղամարդը չի լաց, մենակ հիշի, որ երբ որ քեզ ապտակում եմ, որպես քերի եմ ապտակում, okay? I swear forever I'ma keep it moving, weather the storm. I'ma keep stepping on step with Uncle Raphael, yeah. He bustin' TikTok, moving like a Swiss watch. Looking from the universe and bring it back to the block. If you want the answers, Raphael gotta show love. Man, I done said enough, we talking too much. Man, I just give you love, that's why you show us love. We keep it moving, never stop, never quit. Ես մեկի համը չհանես։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի նշենք Ջեք եւ Բլեր Շումախերների սրտերի վերամիավորումը։ Տիկնայք եւ պարոնայք եւ Լեյդի Բլեր, իմ նվերը ձեզ, մեր հայ լավագույն երգիչ Արմեն։ Do I need to show you any kind of reason? I just wanna hold you and tell you I love you. Since I have found you, how can I leave you? Այդքան ասեցի թրաշվի։ Ընդամենը 3 օրվա թրաշա, ինչ ես։ Սենց ոնց որ կենթանի լինես։ Մեատնայի, այսօր կրծքերս ձիք են։ Շատ ձիք են։ Ախե շատ չաչանակն են, մյուս նկարանման ժամանակ ներվերս այդ ջներիկի սրան փոխելա պետք։ Ես շոու բիզնեսում եմ։ Այո, շատ լավ աշխատանք է։ Ես քեզ տեսել եմ այն ակերով։ Համո, դու լավագույն պրոդյուսերներից մեկն ես։ Այո, գիտեմ ես եմ, բայց Միշելի միտքն էր, ասեմ որ իմանա։ Օ, ոչ, ամբողջը քո։ It's on its way to hell. Just call Uncle Raphael. I swear forever I'ma keep it moving, weather the storm. I'ma keep stepping on step with Uncle Raphael, yeah. He bustin' TikTok, moving like a Swiss watch. Looking from the This old man, he played one, he played knick-knack just for fun. This old man, he played you like a fiddle on his shoe.